Բարև ձեզ սիրելի հեռուստադիտողներ, այսօր մենք միասին պետք է քննարկենք Գոյամարտ սերիալի ամենացնցող ու բախտորոշ զարգացումները, քանի որ այն, ինչ տեղի ունեցավ այսօր, ուղղակի տակն ու վրա արեց մեր բոլոր պատկերացումները։ Մենք երկար ժամանակ փորձում էինք հասկանալ անցյալի մութ կողմերը, բայց այսօր բացահայտվեցին այնպիսի դետալներ, որոնք ստիպում են ամբողջությամբ վերանայել կերպարների վարքագիծը։ Պարզվում է այն ամենը, ինչ մենք գիտեինք Վլադիմիրի կամ նույն ինքը Մարկ Սարգսյանի անցյալի մասին, ընդամենը սառցաբեկորի գագաթն էր։ Մոսկովյան հիվանդանոցի այդ պատմությունը սպանիչ է իր դրամատիզմով։ Վլադիմիրի մայրը, ով բուժքույր էր աշխատում հենց այնտեղ, որտեղ բուժվում էր փոքրիկ Մարկը, փաստացի եղել է այն միակ մարդը, ով տեսել է Ռաֆոյի հուսահատությունը։ Պատկերացնում եք, Ռաֆոն խոստացել է վերադառնալ գումարով, ամեն գնով փրկել որդուն, բայց այդպես էլ չի հայտնվել։ Սակայն ամենացավալին այն է, որ այս կինը որդեգրելով Վլադիմիրին ու նրան մեծացնելով որպես սեփական զավակ, տարիներ շարունակ թաքցրել է ճշմարտությունը։ Նա երեխային ասել է, թե հայրը լքել է իրենց, բայց հոգու խորքում միշտ էլ գիտակցել է, որ Ռաֆոյի նման սրտացավ ու անհանգիստ հայրը երբեք չէր կարող ուղղակի հեռանալ ու մոռանալ իր արյան կանչը։ Սա ստեղծում է մի հոգեբանական բարդ շղթա, որտեղ սերն ու սուտը միահյուսված են, եւ Վլադիմիրն այսօր ապրում է մի կյանքով, որը կառուցված է այդ մեծ լռության վրա։ Մինչ մենք փորձում ենք մարսել այս բացահայտումը, իրադարձությունները Գոյամարտում ել ավելի են սրվում։ Լեոյի ու Գրիշոյի միջև ատելությունը հասել է իր գագաթնակետին։ Նրանց հերթական վեճն ու ծեծկռտուքը, որին միացավ նաև Դավիթը, վերջնականապես ջրեց բոլոր հույսերը, թե այս ընտանիքները կարող են երբևէ հաշտվել։ Այսօր արդեն բոլորը միակամ են իրենց ատելության մեջ դեպի Գրիշոն։ Մանանի ու Գրիշոյի միությունը թվում է անհնարին, քանի որ ընտանիքի անդամները կտրականապես դեմ են այդ հարաբերություններին։ Բայց այստեղ կա մի շատ նուրբ ու ցավոտ կողմ։ Լեոն ու Դավիթը կանգնած են լուրջ երկընտրանքի առաջ։ Նրանց միակ մտահոգությունը պապիկի առողջությունն է։ Մենք տեսնում ենք, թե ինչ գին է վճարել այս ընտանիքը պապիկի կյանքի համար։ Սրտի ծանր վիրահատությունը ստիպել է նրանց վաճառել սեփական տունն ու ապրել վարձով, ինչը եւս մեկ անգամ ապացուցում է նրանց անձնասոհությունը։ Սակայն հուզիչ տեսարանը մեզ սպասվում էր գերեզմանատանը։ Պապիկը Մոսկվա մեկնելուց առաջ որոշում է այցելել որդու Շիրիմին, հայտնելու այն ավետիսը, որ որդին Մարկը ողջ է ու գտնվել է։ Բայց հենց այդ նույն պահին գերեզմանում հայտնվում է Ավոն, եւ մենք լսում ենք այն խոստովանությունը, որը պարզապես շոկային էր։ Ավոն կանգնած եղբոր գերեզմանի առաջ բացում է իր կյանքի ամենամեծ ու ամենաստոր գաղտնիքը։ Տարիներ առաջ նա Հունանից վերցրել է Ռաֆոյի այն հրկարար գումարը, որը պետք է հասներ Մոսկվա երեխայի վիրահատության համար, բայց նա չի ուղարկել այդ գումարը, քանի որ իր սառը դատողությամբ որոշել է, որ եղբորորդու ապրելու շանսերը զրոյական են, եւ նա ամեն դեպքում մահանալու է։ Պատկերացնում եք, մարդն իր ձեռքում ունեցել է երեխայի կյանքի բանալին, բայց նախընտրել է գումարը պահել իրեն, կանխորոշելով փոքրիկի մահը։ Սա ուղղակի դավաճանություն չէ, սա ոճիր է սեփական արյան հանդեպ։ Այս բացահայտումը փոխում է ամեն ինչ։ Եթե պապիկն ու մյուսները իմանան, որ հենց Ավոն է պատճառը, որ Վլադիմիրը մեծացել է օտարի տանը, իսկ իրենց ընտանիքը քայքայվել է, հետևանքները կլինեն անկանխատեսելի։ Մենք տեսնում ենք, թե ինչպես են անցյալի սխալներն ու մեղքերը այսօրվա իրականության մեջ պայթում, քանդելով մարդկային ճակատագրեր։ Սպասվում են սուր զարգացումներ եւ մենք անհամբեր սպասում ենք ձեր մեկնաբանություններին այս թեմայի շուրջ։ Արդյոք Ավոն արժանի է ներման, թե սա այն սխալն է, որ հատուցումը միայն միայնակությունն ու կործանումն է լինելու։ Շնորհակալություն դիտելու համար։ Մնացեք ալիքում հետագա բացահայտումները բաց չթողնելու համար։